Բարի աշնանային առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ուրախ եմ ողջունելու ձեզ մեր տաղավարից, ասելու բարի լույս, բարի առավոտ եւ ասելու շնորհակալություն, որ անմիջապես արթնանալուն պես միացել եք մեզ։ Այսօր նոյեմբերի 7-ն է եւ այսօր է ծնվել հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետտա Ստեփանյանը։ 1975-ից 1992 թվականներին նա եղել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 1992-ից 1994 թվականներին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1994 թվականին տեղափոխվել է Լեհաստան, 1995-ից 2004 թվականներին եղել է Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, 2004 թվականից տեղափոխվել է Երևան եւ աշխատանքի է անցել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 2010 թվականից միաժամանակ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում է աշխատում։ Դերասանուհին խաղացել է բազմաթիվ ներկայացումներում եւ ֆիլմերում։ Այսօր է ծնվել նաև ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը։ Նա նկարահանվել է Նամուս ֆիլմում Բարխուդարի դերում։ Աբելյանը ժողովուրդների բարեկամության ջատագովն էր։ Նա նպաստել է վրաց, ադրբեջանական եւ հայ թատրոնների կապերի փոխադարձ ամրապնդմանը, ազգային բեմի գոյատևմանը։ Շուշիում բնակվող ադրբեջանցի սիրողական դերասանների խմբով ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ բեմադրել է Օթելո։ 1913 թվականին Թեհրանում տված ներկայացումների արդիվ Իրանի շահը Աբելյանին պարգևատրել է Արյուծի եւ Արևի առաջին աստիճանի շքանշանով։ Կիրովականի դրամատիկական թատրոնը եւ Երևանի փողոցներից մեկը կրում է Աբելյանի անունը։ Նոյեմբերի 7-ին է ծնվել նաեւ Մխիթար Սեբաստացին, գիտնական, մշակութային եւ եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը։ Նա ծնվել է Սեբաստիա քաղաքում եւ ի պատիվ Մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։ 1692 թվականին Մխիթարը այցելել է Սուրբ Էջմիածին, հետո անցել Սևանակղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ նա ամրապնդել է միաբանություն հիմնելու որոշումը։ 1703 թվականին մեկնել է Վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի եւ միաբանության վայր ընտրել Վենետիկի ենթակա Մեթոնբերթա քաղաքը։ Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել Մուրադյան վարժարանը։ Եվ այսօր նոյեմբերի 7-ին է ծնվել նաեւ գրող, փիլիսոփա Ալբեր Քամյուն, ֆրանսիական գրականության մեջ աբսուրդի դրամայի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Նրա փիլիսոփայության հիմնական խնդիրը իրականության դեմ գիտակցության արդարացի ընդվզումներ, ըստ Քամյուի անհեթեթության բարձրագույն մարմնացումը հասարակության բռնի բարեփոխման զանազան փորձերն են ֆաշիզմը, ստալինիզմը եւ այլն։ Նման եղանակով բռնության եւ անարդարության դեմ պայքարը կարող է ծնել միայն ավելի մեծ բռնություն եւ ավելի մեծ անարդարություն։ Դեռևս կենդանության օրոք նրան անվանել են Արևմուտքի խիղճը։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վայելենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են արթնացել եւ միացել են մեզ։ Մենք դիտեցինք Կարինա Արուստամյանի տեսահոլովակը, իսկ այսօր նա մեր հյուրն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք, Կարինա ջան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք եք շնորհակալ մեր հրավերը ընդունելու համար, այսքան զբաղված լինելով հանդերձ, կարողացաք ժամանակ գտնել եւ մեզ հյուրընկալել։ Իսկ սովորաբար ինչպես է սկսվում ձեր օրը եւ որքանով է փոխվել արդեն ձեր առավոտները։ Իմ առավոտները փոխվել են շատ ես առհասարակ առավոտյան շուտ արթնացող մարդ չեմ, որտեղ իմ աշխատանքի բնույթն այնպես էր, որ ուշ երեկոյան վերջացնում եմ, մի փոքր սիրում եմ ավելի երկար քնել, բայց հիմա բալիկից ծնվելուց հետո բնականաբար փոխվել է ամեն ինչ, արթնանում եմ, երբ որ ինքն է արթնանում, միասին անպայման բարի լույս ենք իրար մաղթում, հետո իրան հանձնում եմ տատիկին, ես շարունակում եմ քնել։ Փրկված եմ այդ առումով բնականաբար, որտեղ ոչ բոլոր ծնողներն ունեն այդ քնելու առավելությունը, իմ բախտը այդ առումով շատ բերել է։ Իսկ սովորաբար դու այն արտիստներից ես, ով ավելի շատ սիրում է երեկոյան աշխատել, թե ուղղակի ժամանակի առումով է դա արդեն փոխվել։ Ես երեկոյան մարդ եմ եղել իմ ամբողջ կյանք, փոքր տարիքում նույնիսկ իմ դասերը սովորում էի ուժ ժամի, երբ բոլորը քնում էին,
Դրա համար ինձ մոտ դա կյանքի ռիթմ է, իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում գիտեմ, որ այդքան լավ չի երեկոյան ուշ քնելը, սովորաբար ասում են պետք է քնես մինչև օրը հասցնի փոխվել, բայց ես գիշերն եմ սիրում արթուն լինել, առավոտները սիրում եմ քնել։ Իսկ ինչպիսին էր այն Կարինան, որ նոր էր մուտք գործում երկարվեց եւ որքանով է փոխվել հիմա։ Ինձ ճանաչող մարդիկ կփաստեն, որ գրեթե ընդհանրապես չեմ փոխվել, որովհետև ես կյանքում ամեն բան ձեռք բերելու համար շատ չարչարվել եմ, աշխատել եմ, իսկ այն մարդիկ, ովքեր որ հասնում են իրենց նպատակներին ինքնուրույն, հասնում են չարչարվելով, իրենց տեսակը երբեք չեն փոխում, որովհետև դա ընդհանրապես կյանքում ձեռք բերում է ու դա չպիտի նպաստի նրան, որ դու փոխես կամ աստղային հիվանդությամբ տառապես կամ առհասարակ մոռանաս դու որտեղից ես սկսել։ Ամբողջ կյանքում իմ ծնողները ինձ պահել են բավականին բարձր դիրքերում, բայց իմ կյանքում կարելի ասել շատ բան չի փոխվել այն առումով, որ ամեն բան եղել է այնպես, ինչպես որ պետք է լինի, ոչ թե sense կտրուկ փոփոխություններ, որ ես չգիտակցեմ, ինչ ձեռքբերումներ ունեմ ու շնորհակալ չլինեմ։ Դրա համար նույն Կարինան եմ։ Իսկ շատերը տեղյակ են, շատերը տեղյակ չեն։ Ինչպես սկսվեց այդ ճանապարհը, ինչպես ընտրեցիք երգչուհու մասնագիտությունը, այս հետաքրքիր աշխարհում հայտնվեցիք։ Երգչուհու մասնագիտությունը իմ կյանքում եղել է միշտ իմ մտքում։ Ես երբ որ փոքր երեխա էի, սրբիչը դնում էի գլխիս իբր երկար մազեր ունեմ, սաները վերցնում էի, մայրիկիս մեյքափ պարագաները իհարկե ավիրելով, ինձնից ստանում էի կերպար, կանգնում էի հայելու առաջ աթոռի վրա ու սկսում էի երգել։ Ես միշտ հիշում եմ, որ ուզել եմ դառնամ երգչուհի, փոքր տարիքում հաճախել եմ երգի, ինձ բացահայտել են հենց Աբովյան քաղաքում իմ ուսուցիչը առաջին Գրիգոր Համբարյանը ինձ բացահայտել է մանկապարտեզի տարիքից, ինձ տարել են երգի, եղել եմ մենակատարուհի, ուղղակի ավելի շատ օպերային երգարվեստներ, որտեղ երգչախումբ էր, ես մենակատար էի։ Հետո ընթացքում արդեն երբ որ մենք տեղափոխվեցինք ընտանիքով Հունաստան, այնտեղ մի քիչ երգի հաճախելը խնդիր էր։ Չնայած որ ես այստեղ Աբովյանում ընդունվել էի Դաշնամուրի բաժին երաժշտական դպրոցում իդեալական գնահատականներով ամենաբարձրով, ու իմ մեջ արտիստիզմը եղել է միշտ։ Այնտեղ չեմ հաճախել երգի, բայց միշտ երգել եմ, բզբզել եմ, գտել եմ բառեր, երաժշտություն եւ այլն, ինչքան հնարավոր էր, մայրիկս միշտ դեմ է եղել իմ երգելուն, ես 10 տարի պայքարեցի, որ իրեն համոզեմ, միայն հայրս էր կողմնակից։ Ու այդպես Հունաստանում, երբ որ ես փորձում էի փնտրտուքների մեջ էի ինչ մասնագիտություն, եղել է շրջան, որ մտածել եմ բժիշկ դառնամ, հետո հասկացել եմ, որ ես ուրիշի ցավը շատ ծանր եմ տանում կամ օրինակ ուզում էի դառնալ հնեաբան, արխեոլոգ ավելի շատ, հասկացա, որ ամեն դեպքում ես ոնց պատտվում եմ կանգնում երաժշտության վրա։ Նույնիսկ երբ որ նկարում էի, իմ նկարների մեջ երաժշտություն էր, ու այդպես որոշվեց, որ ես ընտրում եմ երգչուհու մասնագիտությունը, մենք վերադարձանք հայրենիք, շատ դեմ գնալով մայրիկիս որոշումներին ու ամբողջ իմ շրջապատին, ես նախընտրեցի երգչուհու մասնագիտությունը, որտեղ հասկանում էի, որ ինչ էլ անեմ, վերջում զբաղվելու եմ երաժշտությամբ։ Ու այդպես մայրիկիս հետ ընդհանուր հայտարարի եկանք, ես ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա ու սկսվեց իմ երաժշտական ուղին արդեն ավելի պրոֆեսիոնալ ձևով, շատ պայքարել եմ, որ հասնեմ դրան, ու այսօր շատ հաճելի է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ էին իմ երգելուն, բոլորը հպարտանում են ինձ, որտեղ ես ապացուցեցի, որ մարդու տեսակը չի փոխվում, կապ չունի իր ընտրած ուղին։ Դա ներքին դաստիարակություն է, որը որ յուրաքանչյուրս պետք է զուտ մեր մեջ ունենանք։ Դու կարող ես հայտնվել տարատեսակ շրջապատներում, բայց քո անձը, քո դաստիարակությունը երբեք չփոխվեն ու թույլ չտան, որպեսզի շրջապատը քեզ փոխի, այսինքն ոնց ես դաստիարակել եմ իմ ծնողները, ես այդպիսի դաստիարակություն էլ դրսևորել եմ ամբողջ մասնագիտական ուղուս ժամանակ։ Կոնսերվատորիայից հետո բնականաբար սկսվեց ինչ-ինչ գործունեություն, դասավանդել եւ այլն, հետո արդեն մասնակցեցի Voice-ի, առաջին The Voice-ից դուրս մնացի, դա իմ մեջ առաջացրեց ավելի մեծ ցանկություն շարունակելը, որտեղ ես միշտ կարողանում եմ իմ ուզածին հասնեմ, երբ որ ինձ ասում են դու դա չես կարող անել, իմ մոտ հակառակ էֆեկտ է։ Ու լիքը մարդ չէր հավատում, որ ես կդառնամ երգչուհի, ես բոլորի ինադու հակառակ պայքարեցի, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվի, այդ ժամանակ ստեղծվեց բենդս,
հետո կրկին մասնակցեցի The Voice-ին, որ ապացուցեմ, որ ես կարող եմ, առաջին ինքս ինձ, հետո մնացածին, ու այդպես արդեն ավտոմատ ամբողջ ճանապարհը գնաց, բայց ասեմ, որ ես նաև այդ ժամանակ հասկացա, որ ես թիմային մարդ եմ, ես բեմում չեմ սիրում լինել մենակ, ես սիրում եմ, որ երաժշտական հզոր թիմը իմ կողքին կանգնած ու 0-ից էլի ինքնուրույն հավաքել եմ, կարելի ասել, այն խումբը, որը որ այսօր կա։ Ունենք ընկերներ, ովքեր որ այս պահին այլևս մեր հետ չեն խմբում, իրենց օգնության դիմելով, մեկս մյուսի թևու թիկունքին կանգնելով։ Այ ամեն ինչի մասին այսպես խոսեցինք, հերթականությամբ փորձենք անդրադառնանք մրցույթների մասին, երբ որ խոսում ենք, միայն The Voice-ն է եղել Հայաստանում, թե էլի է ստացվել մրցույթներ, որ մասնակցել ես։ The Voice-ն է եղել, որովհետև այդ ժամանակ ես մրցույթային մարդ չեմ եղել շատ, ես միշտ սիրել եմ աշխատել ինքս ինձ վրա, չեմ սիրում, երբ որ մարդը մասնակցում է ուժերին, պատրաստ չլինելով դրան։ Ես միշտ մտածում էի, վայ, էլի, ու այդ ժամանակ ինձ խանգարում էր հուզմունք հասկացողությունը, դա տարիների ընթացքում վերացավ, այ հիմա եմ ինձ համարում մրցույթային մարդ, բայց մի փոքր արդեն ինձ համար ավելի դժվար է, որովհետև շատ քիչ մրցույթներ եմ գտնում, որտեղ որ կարող եմ ես ինքս ինձ տեսնել, փորձել եմ բազմաթիվ անգամներ դրսում շարունակեմ The Voice կամ The Four պրոյեկտը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց ես միշտ ունեցել եմ կացության խնդիր, այսինքն անցել եմ բոլոր փուլերը, իմ հետ կապվել են պրոդյուսերները, որ ես ֆանտաստիկ մասնակից եմ, ուզում են, որ ինձ տեսնեն իրենց պրոյեկտի շրջանակներում, բայց քանի որ նմանատիպ մրցույթներին դրսում մասնակցելու համար դու պիտի ունենաս ապրելու իրավունք, որպեսզի կարողանաս նաև ստանալ մրցանակը, վերջում եթե օրինակ հաղթեցիր, ու դրա համար ընթացքում դադարեցրել ենք այդ պրոցեսը գնալու, որովհետև ես այդ ժամանակ ունեի ընդհանրապես տուրիստական վիզա, իսկ ես օրենք խախտել չեմ սիրում։ Դրա համար չմասնակցեցի այլևս ուրիշ պրոյեկտի, հիմա էլի ինձ տեսնում եմ դրսում ինչ-որ պրոյեկտներում, բայց արդեն ինձ թվում է ավելի երիտասարդ կադրերի մասնակցությունն է ճիշտ, ես ուզում եմ վայելեմ իմ փոքրիկի մեծանալը։ Այն նշեցի, որ նախագծից դուրս մնացիր եւ հաճախ նկատում եք այն արտիստները, որ ինչ որ նախագծերի մասնակցում են եւ դուրս են մնում, ել ավելի հայտնի են լինում եւ ել ավելի անուն են այդ ձեռքբերում, քան այն մասնակիցները, ովքեր հաղթում են հաղթանակ, բայց շատ հաճախ նաեւ արտիստները, երբ որ նոր են մուտք գործում, մրցույթից դուրս մնալը նրանց ավելի շատ կոտրում է եւ հետ են կանգնում իրենց հետագա ապագայից եւ մտածում են, որ այլևս ոչ մի բան հնարավորություններ չունեն։ Ինչը քեզ այդ ժամանակ ուշ տվեց, որ ել ավելի առաջ գնաս, ինքնուրույն հնարավոր է միայնակ հաղթահարել։ Միանշանակ, ես առաջին The Voice-ից հետո ինքս շատ կոտրվել եմ, անձայն գոռացել եմ տանը, որովհետև ես պարտվել չեմ սիրում, բայց գիտակցելով իմ ուժերի չափը ու ես մի հատ այսպիսի բնավորություն եմ, եթե ես ինչ-որ մի բան ասում եմ, ես դա անում եմ, ես բեմից, ասեցի ես դեռ կվերադառնամ իմ մասին, դեռ կլսեք, այդ ժամանակ միակ մարդը, որ գնահատեց ինձ որպես արտիստ բեմում տեսնելով իմ մեջ պոտենցիալ, դա եղել է Հայկոն, ով որ այդ ժամանակ նախագծի պրոդյուսերն է։ Հայկոյի իմ հանդեպ հավատը ու իմ հակառակվելու բնավորությունը, ասենց կապան իրար, ու ստեղծվեց մի հատ ասենց մոտիվացիա, որ ես ապացուցելու դեռ բաներ ունեմ ու ես պետք է բոլորին հասկացնեմ, որ դուք սխալ եք իմ հարցում, ես դա կարող եմ անել։ Այդ ժամանակ իհարկե իմ ձայնը լրիվ ուրիշ ձայներ, իմ ձայնը ասենց հաստադարձել ընթացքում վնասվածքներ են եղել, ես մտածել եմ ձայնս կորցրել եմ, բայց պարզվում էր, որ Աստված ինձ համար լրիվ ուրիշ դռներ պետք է բացի, ու սա իմ երազանքների ձայնն է եղել, հաստ բլյուզային ձայն։ Այդ ժամանակ եղավ այդ փոփոխությունը ձայնի ու ես սկսեցի արդեն ճիշտ նժարի վրա դնել իմ հնարավորությունների, կարողությունները, ինչ կարող եմ, ինչ պետք է ավելի շատ անել։ Ու այդ կոտրվելուց հետո ինձ մոտ ցանկություն առաջացավ ստեղծել բենդ, որովհետև ես մի քանի ակումբներ մտնելով հասկացա, որ կենթանի երաժշտության համար խելագարվում եմ ուղղակի ու բենդը ստեղծեցի մեկ տարվա ընթացքում կրկին հանդիպեցի Հայկոյին իմ ելույթներից մեկում, ով որ հիացմունք արտահայտեց, ասաց ես սպասում էի, բայց սենց չէի պատկերացնում։ Ինչի չես նորից մասնակցում, ես մի հատ նախագիծ բաց էի թողել։ Երրորդն էր, եթե չեմ սխալվում, ասեցի լավ բան ես ասում, ամբողջ թիմս դեմ էր։ Մտածում էին դու արդեն կայացած երգչու ես, քեզ ընդհանրապես դա պետք չէ, որտեղ եղել են նախագծեր X Factor-ը, որ հրավերը ստացել եմ ու տղաների
չուզելու պատճառով չենք մասնակցել, ես ինձ չէի ներում, որ ես բաց եմ թողել այդ հնարավորությունը, ես բոլորին դեմ գնացի, ես մասնակցելու եմ։ Ես գիտեմ, որ ես կարող եմ։ Ինձ չի հետաքրքրում դուք հավատում եք ինձ թե չէ, ես իմ ուժերին հավատում եմ, ես պետք է փորձեմ, ես պետք է ապացուցեմ, ես ասելիք ունեմ դեռ ու խոսք եմ տվել բեմից, ես չեմ կարա չվերադառնամ այդ նախագիծ։ Դեմ գնալով մասնակցեցի, դարձա ֆավորիտ, բոլոր 4 ժյուրիները պատտվեցին ու եկա կուլիսներում իմ երաժիշտները զարմացած ասում էին դու ես ինչ դեմք ես, ասցիր ու արեցիր։ Ես տենց տեսակ եմ, եթե ես մի բան ասում եմ, անում եմ, որովհետև իմ կյանքի կարգախոսն է, մարդը արժի այնքան, ինչքան արժի իր խոսքը։ Եթե չես կարողանում մի բան անես, մի խոսք տուր ու լոնքդ գցի համապատասխան ասած քո խոսքին։ Եթե ես ասել եմ, ուրեմն ես պետքա դա անեմ։ Ես հարգում եմ իմ ասած խոսքը ու դա շատ sense կարևոր դրթող ուժ էր ու ուզում եմ կոչ անեմ բոլորին երբեք չկոտրվել, կան մարդիկ այո, ովքեր որ ինչ որ մի բան չստացվելուց կոտրվում են, պետք չի հակառակվեք ձեր ասածներին, մարդկանց լսածներին ու գնացեք միջև վերջ, որովհետև իրականում sense մի հատ սիրուն հոլոգրամա կա հա ինտերնետում, ձկների մի ամբողջ sense հոսք գնում է այս կողմ, մի հոգի կարա գնա այն կողմ, հակառակվիր հոսքին։ Դու երբեք չգիտես քո հնարավորությունները միջև չես փորձում, միջև վերջ ու հակառակվելով բոլորին։ Այդ ժամանակ մի հատ sense ուրիշ գերբնական ուժ մեջ է մտնում, եթե տենց տեսակ են բնավորությամբ, պետք է հակառակվել ու միշտ ապացուցել, որ դու կարող ես ավել, որտեղ անհնար ոչինչ ես կյանքում չկա։ Այսինքն այս ոլորտ մուտք գործելուց պետք է նաև պատրաստ լինես այդ դժվարություններին, մրցակցություններին։ Միանշանակ։ Ինչու՞ չէ նաև նախանձին, որը ամեն ինչին, բոլոր ոլորտներում այդպես, միայն երաժշտության ոլորտում չի, բոլոր ոլորտներն ունեն իրենց անկումները, իրենց բարձրանալու տեղերը, բոլորն ունեն տեղ, որտեղ դու կարող նույն IT ոլորտում էլ մարդը կարող կոտրվի։ Դա տեսակ է, մարդու պայքարող, յուրաքանչյուր ճանապարհ ընտրելուց բոլորը պետք է պատրաստ լինեն ամեն ինչին ու մաքսիմալ պայքարեն հասնելու համար, որովհետև տաշած քարը գետնին չի մնում։ Եթե աշխատում ես, աշխատասիրությունը միշտ գտնում է իր բարձր տեղը։ Ես շատ երկար տանջվել եմ իմ բենդին, չեն ճանաչել։ Մենք դուռնեդուռ ծածելով ենք գնացել, որ մեզ թույլ տան ելույթ ունենանք։ Ամիսներով ակումբներ կան, որ հետո դարձան իմ ռեզիդենտ 10 տարվա ակումբները, սկզբից ընդհանրապես չէին հավատում, որ ես կարող եմ։ Ամիսներ ա տևել, որ ինձ տան հնարավորություն, որ ես փորձեմ ելույթ ունենամ, հետո արդեն հասկացել են իմ տեսակը ու միջև վերջ ինձ ատամներով պահել են, որովհետև ես անկոտրում եմ ու ես միշտ նվիրված եմ իմ աշխատանքին ու այն մարդկանց, ում հետ ես աշխատում եմ։ Դրա համար հեշտ չի եղել, ես օրերով չեմ քնել, պայքարել եմ, որ մեր պոստերները ամբողջ քաղաքով մեկ լինեն, ես էի դրանք սարքում, բոլորին այդ ժամանակ Facebook-ով invite էի անում, գժվացրել էի բոլորին։ 1 տարի ես non-stop իմ մասին խոսել եմ տվել, իմ խմբի մասին ու մենք հասանք լիքը հաջողությունների, որտեղ ես պնդաճակատ եմ եղել այդ ժամանակ, շատ ու ոչ մի րոպե հետ չեմ կանգնել ու չեմ փոշմանում, ուրախ եմ, որ ես այդ ուղին անցել եմ, որտեղ ես սովորել եմ շատ բան այդ ուղին անցնելու ընթացքում։ Ձեր գործունեությանը հետևելուց նկատում ենք, որ ավելի շատ հետաքրքրվածություն եւ սեր կա ջազային երաժշտության հանդեպ, դա ջազային, դասական, իսկ հեշտ է Հայաստանում ներկայացնել այդպիսի երաժշտություն սիրված է այն։ Նայեք, ես ավարտել եմ ջազ վոկալ բաժնի կոնսերվատորիայի, շատ քիթս խոթել եմ, այսպես ասած, ամեն ինչի մեջ, որ ես պատկերացում կազմեմ, նույն դասական երաժշտությունը իմը չէր, բնականաբար, դրա համար պետք է ունենաս համապատասխան տվյալ, բայց ես ինքս գնում էի գրադարանում, ամբողջ օրը Չայկովսկիի պարտիտուրներ էի կարդում, որտեղ ես ունեի ընկերուհի, ով ինձ ստիպում էր, որ ես դա անեմ, որ ես ավելի կրթված լինեմ երաժշտականորեն, ու անսահման շատ եմ սիրում ջազային եւ օպերային ոլորտը, ոչ բոլորն են իհարկե արժանանում բարձր գնահատականի, ցավոք սրտի, եթե ես օրինակ ապրեի դրսում, ես ջազի մեջ ավելի շատ կխորանայի։ Բայց Հայաստանում նախընտրեցի դա չանեմ, որովհետև չեմ ուզում նաև լինեմ չգնահատված արտիստ, որովհետև Հայաստանում ջազը շատ քիչ պահանջարկ ունի, թե ֆինանսապես, եթե ուզում ես դու
այդ իրականության մեջ գոյատևես, թե հոգեպես դա շատ դժվար է, որովհետև ոչ միշտ կարաս ստանաս քո գնահատականը, դրան հասել են շատ քիչ մարդիկ, Վագեն Հայրապետյանը օրինակ, Մալխասը օրինակ, ու դրա համար պետքա որ դու ուղղակի հայտնվես նաև ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Ես նախընտրեցի ջազի մեջ շատ չսուզվեմ, որովհետև դա լրիվ ուրիշ աշխարհ է ու պետք է ամբողջովին նվիրվես դրան։ Միգուցե եթե ես շատ ուզեի դա պետք է անեի, բայց ընթացքում ես պետք է Հայաստանից գնայի ուրիշ տեղ շարունակի, որովհետև այստեղ չեմ տեսնում շատ մեծ ապագա, դեռևս հուսամ ընթացքում դա կփոխվի, բայց այս պայդրությամբ շատ դժվար է։ Բայց բնականաբար հնարավորություն բաց չեմ թողում նման խմբերի հետ ելույթ ունենալու, որովհետև ինձ համար շատ մեծ պատիվ է։ Եղել է, որ Վագեն Հայրապետյանի հետ եմ աշխատել հաղորդումների շուրջ ու մեծագույն հաճույք եմ ստանում նման մարդկանց հետ, տաղանդաշատ մարդկանց հետ բեմ կիսելը, ուղղակի գերագույն հաճույք է, բայց չեմ շարունակում շատ, որովհետև ինձ մոտ այդ պահը չի հասունացել։ Միգուցե եթե ես տեղափոխվեմ Նյու Յորք, ես որոշեմ, որ ամբողջովին ուղղությունս փոխում եմ, չեմ կարող ասել, բայց այս պահին դեռևս չեմ տեսնում ինձ լրիվ ջազի մեջ։ Իսկ երբ որ ստեղծեցիր բենդը, հիմնականում ինչ էիր ուզում, որ ձեր բենդում ինչ երաժշտություն տարածվի եւ հայկական երաժշտության մեջ ինչ փոփոխություններ կար, որ դու ցանկանում էիր քո բենդով իրականացնել։ Հայկականի միտքը սկզբանե իմը չի եղել, ես շատ վախեցել եմ այդ մտքից ու ես երկմտում էի արդյոք արժի չարժի, որտեղ այդ ժամանակ հայկական երաժշտություն ընդհանրապես չկար ակումբներում։ Մենք որ սկսեցինք ավելի շատ բլյուզ, պոպ, ֆանկ, այդ ոճերի մեջ, դիսկո, մենք բացարձակ միտում չունեինք հայկական երգելու, ես ինձ հայկականի մեջ չէի տեսնում։ Մեր երաժիշտներից մեկը, խմբի հիմնադիրներից մեկը, ով Սեփե Երեմյան, որոշեց, որ ուզում է միան խառնի, ինքն էր ամբողջ երաժշտական մասով զբաղվում, մենք շատ խոսել ենք այդ հարցի շուրջ, արդյոք արժի չարժի, բայց դա հայկականը մեր արյան մեջ է։ Փորձեցինք էքսպերիմենտ անել, այդ ժամանակ հենց այդպես էլ կոչվում էր էքսպերիմենտալ էթնոֆանկ project, որովհետև դա էքսպերիմենտ էր մեզ համար, շատ վատ ընդունվեց սկզբից, բայց մենք պնդաճակատորեն երգում էինք, մեզ մեկ էր ինչ ձև քիթում ռութ էին անում մեզ լսելուց, մենք երգում էինք, որովհետև սկզբից մտածում էին, այս ինչ են անում, դե մենակ այդ ժամանակ անգլերեն երգեր էին հնչում, հետո երբ որ մենք որոշ ժամանակ տեղափոխվեցինք Քաթար, որտեղ պետք է պայմանագրով այնտեղ աշխատեինք, իդեպ ես երկրորդ The Voice-ից էլ դուրս եկա հենց դրա պատճառով, շատերը գիտեին ինձ հանել են կամ ես չեմ անցել, բայց ես խնդրել էի, որ ինձ պրոյեկտից հանեն, որտեղ ես ունեի առաջարկ ու այդ առաջարկը հաստատվել էր։ Մեր վիզաները ստացվել էին, մենք հույս չունեինք, բայց եղել էր։ Ու պետքա լքեինք պրոյեկտը, որտեղ ես ուզում էի, որ իմ թիմի կողքին լինեմ, որտեղ ասում էի ոչ միշտ ես մնալով հաղթում։ Այսինքն ձեր ասած կան մասնագետներ, ովքեր կարան չհաղթեն, բայց ավելի մեծ հաջողությունների կարան հասնեն։ Ինձ մոտ այդ փուլն էր, ես ընտրություն կատարեցի, մեկնեցինք Քաթար, օտարության մեջ ավելի շատ ես դու զգում, որ հայկականը քոնն է։ Պահանջարկը դու զգում ես, որ դու ունես ներկայացնելու ինչ-որ բաներ քո մշակույթից, որովհետև դու տարբերվում ես բոլորից քո մշակույթով։ Ու այդ ժամանակ ավելի արմատացավ հայկականը մեր մեջ, որովհետև մեզնից հայկականը շատ էին պահանջում, մենք միքսում էինք, մենք առաջին խումբն ենք եղել, որ դա արել ենք։ Ու դրանից հետո մեզ մոտ այդ ձեռագիր հաստատվեց, արդեն մենք հասկացանք ինչ ենք ուզում անել, ու ի սկզբանե մեր միտքը եղել է ակումբներում հայկական, բայց էթնիկ, ոչ թե ուրիշ վիճակների մեջ, էթնոմյուզիկը ակումբներում նվագել է, որովհետև տեսեք, երիտասարդությունը ընդունում է ինչ-որ մի բան, երբ որ դու փորձում ես խոսես իր լեզվով։ Իրանք հայկական չէին լսում էին Արտասամանյան հիթեր, Արտասամանյանի միջոցով տալ հայկականը շատ խելացի միտք է եղել ու մենք այդ ժամանակ շատ մեծ հաջողությունների հասանք զուտ մեր խնդիրներն էր որ ամեն անգամ որ ինչ-որ մի բան պետք է անենք տեսահոլով կամ ինչ-որ մի հատ նոր երգ ինչ-որ պատերազմական իրավիճակ էր լինում ու մենք դադարեցնում էինք ամբողջ մարքեթինգային մեր շարքը ու անընդհատ ինչ-որ մի բան մեզ խանգարում էր մենք տեղ հասցնենք մեր ուզածը, բայց ինչ խոսք մեր նարե երգը այդ ժամանակ շատ մեծ հաջողություն ունեցավ, շատ մեծ ուշադրության արժանացավ ու մենք հանդիսացանք հիմք։
որպեսզի այսօր բոլոր խմբերը հայկականով կարողանան ներկայանալ ու դա լինի ընդունելի։ Շատ եք նկատում, որ հիմա խմբեր կան, որ շատ են փոփոխում հայկական երաժշտությունը, սարքում են ավելի ժամանակակից ոճով, բայց ձեր խմբի այն առանձնահատկությունը եւ տարբերությունը որն է, որ մնացած խմբերից տարբերվում է, ձեռագիրը ինչով է տարբերվում։ Նախ առաջինը մենք ենք արել դա, ցավում եմ, որ շատ խմբեր դա չեն ընդունում, օրինակ ես եթե ինչ-որ մեկից ինչ-որ բան սովորում եմ, դա բարձրաձայնում եմ։ Չեմ ասում ես դեմք եմ, որտեվ ես դա արել եմ ինձնով։ Ես ինչ-որ մի բանից սովորել եմ, չէ։ Տեսեք ոնց որ մի բան է, օրինակ Հայկոն իմ կյանքում շատ մեծ ամակ ունի որպես մենթոր, ոնց որ ես ուրանամ Հայկոյի արածը ու չբարձրաձայնեմ։ Հիմա շատ խմբեր չեն ընդունում, որ սկսել այդ ամենը մեզնից, ու ինձ համար մի քիչ ծիծաղելի է ճիշտ ասած, որովհետև իմաստը չեմ տեսնում այդ չընդունելու։ Երկրորդը մենք եղել ենք առաջինը ամեն դեպքում, ով որ կարողացել է դա տեղ հասցնի։ Միգուցե մեզնից առաջ խմբեր փորձել են, բայց իրենց մոտ ոչինչ չի ստացվել։ Մենք եղել ենք առաջինը ու ամեն դեպքում ես երբ որ գնում եմ հագուստ, բնականաբար ես կարամ ունենամ X բրենդի հագուստ օրիգինալ, ինչ որ մեկը կարա դրա պատենտը ունենալ։ Տեսնողը, հասկացողը, մեկը նկատում է, որ սա օրիգինալն է, սա պատենտն է։ Թե ինչքանով է ընդունում այն մարդը, որը հագուստը կրում է, դա արդեն իր խնդիրն է։ Դրա համար որ ասեմ, ես տես բաներ չեմ խոսում, բայց ցանկալի կլիներ, որ մարդիկ ընդունեին, որ ինչ-որ մի բան սկսել է մեզնից, իրանք շարունակում են կամ կոպի են անում, կամ իսեր Աստծո մենք չենք ստեղծել հայկական երաժշտությունը, կարան ասեն զուտ շարունակում են մեր սկսածը։ Իսկ մնացած հարցերում ես զուտ գլուխ չեմ գովում, վայ մենք սենց, տեսնողը տեսնում է։ Մնացածը արդեն ոնց ուզում են թող հասկանան, մեկնաբանեն, դա թողնում եմ լրիվ մարդկանց հասկացողության վրա։ Ու նաև նշեցիք, որ դրսում երբ որ ստեղծագործում եք արտասահման, էլ ավելի շատ էին հետաքրքրված հայկականով, ավելի պահանջում են։ Ձեր կարծիքով ինչու է դրսում էլ ավելի շատ մեծ պահանջարկ, ինչու է։ Յուրաքանչյուր ազգ տարբերվում է իր մշակույթով։ Մերը սա է, հետաքրքրությունը միշտ ավելի շատ է մշակույթի հենց տեսակի վրա, քան օրինակ ներկայացնողների։ Ես օրինակ որ գնամ Ֆրանսիա, չեմ գնալու հայկական լսեմ, ինձ ավելի հետաքրքիր է ֆրանսիական մշակույթը, որտեղ ես ուզում եմ ճանաչեմ այդ ազգին իր մշակույթով։ Նույնը Իսպանիայում եթե ես գնում, յուրաքանչյուր երկիր հետաքրքիր է խոհանոցով, մշակույթով ու միշտ օտարերկրացի մարդկանց դա է հետաքրքիր, որտեղ դու ճանաչում ես այդ ազգը, այդ ամեն ինչով։ Նույն բանն է, ոնց որ ես գնամ օրինակ Մարոկո, չուտեմ իրենց ավանդական ուտելիքը, ասեմ, վայ, ես տոլմա եմ ուզում հայկական։ Okay, դու այդ տոլման Հայաստանում էլ ես ուտում։ Գնում ես դու տեսնես նորություն։ Ոնց որ ինձ մոտ այդ հետաքրքրությունը, նույն ձև բոլոր մնացած մարդկանց մոտ, առավել եւս որ մենք ունենք դրսում ապրող շատ լավ հայեր, ունենք հսկայական սփյուռք ու սփյուռքում միշտ հպարտանում են, երբ որ դրսում դու պահում ես հայկականը, որտեղ տեսնում են, որ իրանք էլ են պայքարում դա անեն ու իրանք մենակ չեն։ Դրա համար շատ կարևոր է, որ դրսում մարդիկ կարողանան ճիշտ ներկայացնեն հայկական ու ամենակարևորը ճիշտ ներկայացնեն, ոչ թե sense ինչ-որ sense այլված տարբերակով, այլ ոնց որ կա, օրինակ մեր փողային գործիքներ նվագող տղայից գալիս էին օլոր-մոլոր երգներին իրանից ուզում, բոլորը գիտեմ որ դա ժողովրդական երգ է ու մենք ինքան լավ ենք զգում մեզ, որ այդ երգը նվագել է, սիրել են ու էլի ուզում են։ Մենք չենք երգում ինչ-որ ուրիշ բաներ, մենք երգում ենք ազգայինը կամ ներկայացնում ենք ազգայինը ու դա այնպես արեց, որ մենք 3 ամսվա փոխարեն այնտեղ մնանք 6 ամիս, որովհետև մենք կարողանում ենք դա տեղ հասցնել։ Պայքարը հսկայական էր, մարդիկ այն ուզում էին Աֆրիկայից երաժիշտներ բերեին, ավելի մատչելի գնով, այնտեղ ասում էին ավելի շատ է պետք սևական մշակույթ ներկայացնել, որովհետև լսողների մեծ մասը Աֆրիկայից են եւ այլն, ասենց ինչ-որ հիմար խոսակցություններ էր գնում, բայց մենք կարողացանք լավ երաժշտություն տալով պայքարենք այդ մարդկանց դեմ ու այնպես անենք, որ մեր պայմանագիրը երկարի իրենց ցանկությամբ, ոչ թե մեր։ Ես ասում եմ, խնդիր չունեք։ Ես կարող եմ գնամ, ուրիշ մարդիկ իմ տեղը գան։ Իմ արժեքը այսքան է, իրանց արժեքը այսքան է մատուցած ծառայության։ Դուք որոշեք,
ու հասկացան բազմաթիվ տուրիստների շնորհիվ, որ մենք շատ մեծ պահանջարկ ունենք ու մենք որակ ենք տալիս։ Իսկ դա ամենակարևոր բանն է։ Մենք օր ու գիշեր փորձ էինք անում։ Մենք ունեինք հսկայական երգացանք, մենք 7 օր 7 գիշեր աշխատում էինք, ամեն օր նոր երգեր էին հնչում։ Ամեն խումբ չի կարա այդպես բան անի։ Ու դա 5-6 ժամ նոն-ստոպ կարելի ասել։ Ու դրա համար որ մենք վերադարձանք Կաթարից Հայաստան, ինձ համար 3-40 րոպե երգել ուղղակի խաղ ու բար էր, որովհետև ես այնտեղ օր եղել 7 ժամ երգել եմ, ու ես հաճույք էի ստանում 7 ժամ երգելուց, որովհետև ես կարում էի ինքս ինձ ապացուցել, որ ես ավելին կարող եմ, անում եմ դա ու չեմ հոգնում։ Իսկ ժողովրդական ու ազգային երգերի փոփոխությունը, երբ որ կատարվում է բենդում, որ կա արդեն ներկայացվում, ինչպես է երգերի ընտրությունը իրականացվում։ Փորձի ժամանակ ընտրում ենք, ես ասում եմ օրինակ երեխեք ես երգն եմ ուզում երգեմ, իրանք ասում են հա կամ չէ, երբ որ ընտրում ենք երգը, արդեն լսելով հարմոնիան, մտածում ենք ինչ երգ կարա իրան ճիշտ կպնի։ Ամեն մեկը մի բան առաջարկում ընտրում ենք լավագույն տարբերակը, որը որ կարա ընկալվի ու սիրվի։ Ու մնում ենք արդեն վերջում այդ կմախքը պահելով ու սկսում ենք արդեն իր վրա աշխատել, իհարկե առաջ ավելի օրինակ ինձ համար մենք 10 տարի առաջ գործեր ենք արել, որը որ ինձ համար ավելի որակով է, քան այն ինչ որ հիմա անում ենք, որովհետև պահանջարկը շատ է փոխվել։ Մարդկանց լավ որակ պետք չի այլևս, մարդկանց պետքա զուտ ինչ-որ ռիթմ, որի շնորհիվ իրանք կարան վեր կենան պարեն։ Իսկ առաջ կար պահանջակ որակի հանդեպ, հա, որտեղ խմբերը շատ էին, մրցակցությունը շատ էր, առողջ մրցակցություններ, որակով մրցակցություններ, ակումբները շատ էին, կային հարթակներ, մենք փորձում էինք ամեն մեկս ապացուցենք, որ մենք ամենալավն ենք ու ավելի լավ բաներ էինք անում։ Հիմա այդ պահանջարկը փչացել է ու ես գոհ չեմ այն ինչը, որ հիմա գոհ չեմ այն ամեն ինչից, ինչը որ մենք հիմա տալիս ենք, որտեղ իմ սրտով չի, մարդկանց սրտով է, իմ սրտով չի, բայց դե հիմա այս պահին դա է, հիմա երաժշտական ոլորտում, կենթանի երաժշտական ոլորտում ավելի շատ գոյության հարց է, ով է այնքան ուժեղ լինելու, որ այս շրջանը հաղթարի։ Ավելի շատ գոյություն ենք պահում բոլոր խմբերս, քան որակ, որտեղ հիմա ավելի DJ-ների դարա ու դա էլ է շրջան, դա էլ է անցնելու, հիմա պետք է զուտ դիմանաս, որովհետև ոչ հարթակ կա նորմալ նվագելու, ոչ կա շատ մեծ ցանկություն, որովհետև պետք է փոխես քո որակը, իսկ դու չես ուզում դա անես, ուզում ես մի քիչ էլ դիմանաս, որ որակը չփոխվի, որովհետև ամեն դեպքում ես միշտ համարում եմ, որ մենակ փող աշխատելով չի, դու պետք է թողես նաև legacy հասկացողություն, հայերեն բառը մտքիցս լրիվ թռել է, որ ինչ է մնալու մեր երեխաներին մեզնից հետո, մեր ինչ ենք մենք թողելու իրենց, այսպես ասած։ Ու շատ հաճախ լսում ենք, որ ներկայիս սերունդը, հատկապես երիտասարդ սերունդը, ովքեր որ գալիս են երաժշտ արվեստ, գալիս են, որ ինչ-որ բան փոփոխեն եւ այլ ավելի լավը փոփոխեն ու դարձնեն։ Իսկ երբ որ դուք բենդում աշխատում եք հիմա այս պահին, որ նշեցիք ավելի շատ որակ չի, այլ ավելի շատ պահանջարկի հետևից եք։ Միշտ չկա ցանկություն որ այդ լավը մատուցեք եւ լավը տարածեք։ Նայեք, եղել է սերնդափոխություն, մեր սերունդի ժողովուրդը լրիվ ուրիշ բաներ ուզում։ Հիմա նոր երիտասարդներ լրիվ ուրիշ բաներ ուզում։ Իրանք լավ որակը իրանց սերունդի ներկայացուցիչից ընդունում են։ Այսինքն գալիս է 20 տարեկան երգչուհի, երգում է լավ բան, իրան ընդունում են այդպիսին, բայց երբ որ դու ես փորձում անես դա, ընդունելի չի, որտեվ քո լսարանը քո տարիքակիցներն են, իրանք լրիվ ուրիշ բաներ ուզում լսեն։ Նոր սերունդը հներին նորով չի ընդունում։ Ես բազմաթիվ անգամ ինքս այդ հարցին տվել եմ, կարելի է փոփոխություն անել, ժամանակի հետ քայլել, բայց ես հասկացել եմ, որ ես անում եմ X բանը, երիտասարդ երգչուհի անում X բան, ինքը իր նկարումը ընդունի, հանդիսատեսը, ունկնդիրը, իմը չի ընդունում, որովհետև ինձնից լրիվ ուրիշ բան են սպասում, իրանից ոնց էր 50 տարեկան կինը հագնի 20 տարեկանի հագուստ, չի ընդունվելու անկախ ամեն ինչից, գոյություն ունի ստատուս եւ տարիք, ինչքան շուտ ընդունի այդ արտիստը դա, ես օրինակ դա հասկացել եմ հիմա, որ ես ավելի ելույթներս չեմ վերացրել, զուտ մի փոքր քչացրել եմ, որտեղ ես այլևս չեմ ուզում հասարականամ։
ես հիմա մի հատ ուրիշ կյանքի փուլում եմ, որտեղ ես երգում եմ, ես մայր եմ, ես կին եմ։ Ու նաև երգչուհի եմ, հա։ Այդ փուլում իմ մոտ եկավ գիտակցում, որ սպասի, ես լրիվ ուրիշ տեղ եմ։ Ինձ չեն կարա տեսնել այնտեղում։ Ու էլ եմ ասում, դա նույն բանն է, ոնց որ 50 տարեկան կինը հագնի 20 տարեկանի հագուստ։ 20 տարեկանի համար ուրիշ բան է նախատեսված, 50 տարեկանի համար ուրիշ։ Ինչքան շուտ գիտակցես ու գտնես ճիշտ կետը, որում դու պիտի լինես, այնքան ավելի արագ կլինի քո մոտ այդ տեղավորվել այդ իրականության մեջ հասկացողությունը։ Ինչքան ուշ դու դա գիտակցես, այնքան դու պրոստը պահը բաց կթողես, որովհետև գոյություն ունի մի հատ տարիք, որ դրանից հետո միգուցե դու ուզենաս ուրիշ բանով զբաղվես, բիզնես կամ ինչ-որ մի բան եւ այլն եւ այլն։ Հիմա ամեն դեպքում ես այդ գիտակցման մեջ եմ, ընդունել եմ դա, չեմ էլ փորձում։ Ես հիմա ավելի շատ աշխատելու եմ նայած երաժշտական ուղղություն թողնեմ, որ ինձ դրա մեջ ճիշտ ընկալեն ու ես ինձ դրա մեջ լավ զգամ։ Ամեն դեպքում ես 20 տարեկանի հագուստի մեջ ինձ լավ չեմ զգա։ Մատուցման ձևը շատ կարևոր է։ Մատուցման ձևը, լսարանդ հասկանաս ինչա քեզնից սպասում, ինչա ուզում։ Շատ դժվար է, բայց հնարավոր է։ Իսկ խմբում այս պահին ինչ նորություններ են սպասվում եւ խմբում եւ նաեւ անհատական գործունեության մեջ։ Ես հիմա փնտրտուքների մեջ եմ։ Գիտակցում եմ, որ այն ինչ որ հիմա անում եմ մի քիչ իմ սրտով չի, բայց փնտրում եմ ինչ անեմ, որ իմ սրտով լինի։ Խմբում հիմա իմ կյանքում որպես առանձին երգչուհի հիմա վերադարձի շրջան է, բայց ուզում եմ վերադառնամ ճիշտ, որովհետև ես ամբողջ ընթացքում երգել եմ։ Իմ միակ դադարը եղել է, երբ որ ես եղել եմ 3 ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա բալիկիս ունենալու շրջանն է երևի եղել, մնացած բոլոր շրջաններում ես երգել եմ։ Եվ մինչև գնալը շատ բարձր սրոկում հղի լինելու եւ ունենալուց հետո անմիջապես երբ որ վերադարձել եմ զուտ ես դա շատ չեմ լուսաբանում, որովհետեւ այդ ընթացքում ես գործունեություն ծավալել եմ, բայց նորություններ չեմ արել բացարձակապես, որովհետեւ ուզում եի ձայնս վերադառնա ոնց եղել է հղիության փուլից հետո նոր ես սկսեմ ինչ-որ մի նոր բան անել։ Հիմա ինձ մոտ այդ վերադարձն է, ես ուզում եմ նոր երգեր թողարկեմ, բայց մտածում եմ ինչ երգեր եմ ուզում թողարկեմ, որ ավելի ճիշտ լինի եւ իմ հագով լինի։ Բենդում նույնպես այդ նույն շրջանն է, մենք հիմա պատրաստվում ենք ամանորյա բնականաբար կորպորատիվ միջոցառումներին, նոր երգեր ենք պատրաստել, այսպես լրիվ ֆուլ լավ ծրագիր ենք ստեղծել, որպեսզի մենք պահանջված լինենք, որտեղ մենք սովոր ենք, որ մենք միշտ պիտի լինենք պահանջված։ Դա բնավորություն է ու մենք անդեդ աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց նաև ուզում ենք ստեղծագործենք ու ուզում ենք հասկանանք ինչ ոճի մեջ է պետք ստեղծագործել, որովհետև մի քիչ երկար քնեցինք, ու այդ քնից արտանալ է պետք, ու հիմա այդ փուլում ենք պատրաստում ենք նոր ֆոտոշութեր, պատրաստում ենք մեր երգացանկը վիդեո տարբերակով հանձնել մեր լսարանի դատին, պատրաստում ենք նաև հեղինակային նոր երգեր ու նաև ուզում ենք մշակենք համերգային ծրագիր, որտեղ որ անպայման պետքա լինեն մեր հեղինակային գործերը, մենք մի քիչ շատ երկար դա չարեցինք, պետքա անպայման դա անել։ Այո, երկրպագուները ամեն դեպքում սպասեն նորությունների լինելու։ Անպայման, ես շատ էի ուզում, որ դա հասցնեի անել մինչև այս տարվա վերջ, բայց մի քիչ շատ էի վայելում մայրության process-ը ու ավելի շատ ուզում էի բալիկիս հետ ժամանակ անցկացնել, չեմ խափի, իմ համար դա գերագույն հաճույք է ու ամենակարևոր դերն է այս պահին, նաև հետո առհասարակ իմ կյանքում մայր լինելը դա ամենակարևորն է, հետո նոր մնացածը, դրա համար ես չէի շտապում, բացարձակապես ժամանակը իհարկե շատ թանկ բան է այս դարում, պետք է մի քիչ արագ աշխատել, որ հասցնես ամեն բան, բայց խոստանում եմ, որ մինչև մյուս տարվա կես բազմաթիվ նորություններ են ունենալու, որտեղ ես օրոգիշեր չեմ քնելու, առաջվա պես աշխատասիրությունս միացնելու եմ, որ դա տեղի ունենա անպայման։ Շնորհակալ եմ շատ Կարինե ջան, հետաքրքիր եւ պոզիտիվ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր զրուցակիցը երգչուհի Կարինե Արուստամյանն է, իսկ այս պահին առաջարկում եմ դիտենք երգչուհու տեսահոլովակներից եւս մեկը եւ շարունակենք հաղորդումը։
Հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հաղորդումը, իսկ երբ մենք մտածում ենք Եվրոպայի հարավային մասի մասին, մեր առջև հաճախ հայտնվում է արևով ողողված ծովափեր, միջերկրածովյան հմայք եւ հարուստ պատմություն։ Այս բոլոր հատկանիշները իր մեջ մեկտեղում է այս հրաշալի երկիրը Խորվաթիան։ Իսկ երկրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կիմանանք, եթե դիտենք պատրաստված տեսանյութը։ Խորվաթիան հայտնի է ոչ միայն իր բնության անզուգական գեղեցկությամբ, այլ նաև յուրահատուկ մշակութային երևույթով։ Օրինակ, Զագրեբում գործող գորտերի թանգարանը ներկայացնում է ավելի քան 500 գորտերի, տարբեր մարդկային դերերում։ Այստեղ կարելի է տեսնել մարմնամարզիկ, ակնաբույժ, գրքասեր եւ նույնիսկ երաժիշտ գորտերի զվարճալի ու խորհրդանշական կերպարներ, որոնք դարձրել են թանգարանը աշխարհի ամենաշատ այցելվող վայրերից մեկը։ Խորվաթները իրենց երկիրը անվանում են Հրվատկա, որը հենց խորվաթ ժողովրդի ինքնաանվանումն է։ Խորվաթիայի ամենագեղեցիկ վայրերից մեկը Բրաչ կղզին է, որը գտնվում է Դալմաթիայի պատմական շրջանում։ Կղզին հայտնի է իր մաքուր ջրերով, փշատերև անտառներով եւ սպիտակ ավազով ծածկված լողափերով։ Հետաքրքիր փաստ է, որ փողկապների հայրենիքը նույնպես Խորվաթիան է։ Ասում են, Ֆրանսիայի թագավորական պալատում ֆրանսիացի զինվորները հետաքրքրվել են խորվաթ զինվորների հագուստի տարօրինակ պարագայով, նրանց պարանոցին կապած շղարշով։ Երբ հարցրել են ինչ է դա, խորվաթները մտածել են, թե հարցնում են ովքեր եք դուք, եւ պատասխանել են խորվաթներ։ Այդպես էլ ֆրանսիացիները նորաձև աքսեսուարը սկսել են անվանել քրվեյթ՝ ի պատիվ խորվաթների։ Խորվաթիան Անդրիատիկ ծովի ափին է, այն սահմանակցում է Հունգարիային, Սերբիային, Չեռնոգորիային եւ Սլովենիային։ Մայրաքաղաքը Զագրեբն է։ Խորվաթների նախնիները այստեղ հաստատվել են 6-րդ դարում, իսկ 925 թվականին Տոմսիլավ առաջինի գահակալությամբ ձևավորվել է Խորվաթիայի թագավորությունը։ Հետագայում այն միավորվել է Հունգարիայի թագավորության հետ, իսկ 1527 թվականին Օսմանյան վտանգից խուսափելու համար ընդունել է Հաբսբուրգ Ֆերդինանդին որպես թագավոր։ Այսօր Խորվաթիան զարգացած երկիր է, որի տնտեսության կարևոր ճյուղերից են նավաշինությունը, մեքենաշինությունը, քիմիական եւ դեղագործական արդյունաբերությունը։ Սակայն ամենաուժեղ ոլորտը շարունակում է մնալ զբոսաշրջությունը, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 18%-ը։ Դիտեցինք Խորվաթիայի մասին պատմող տեսանյութը, հարգելի հեռուստադիտողներ, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ խոսելու ենք լայմի մասին։ Ձեր կարծիքով կա արդյոք մրգի մի տեսակ, որը իր օգտակար հատկություններով եւ թթվայնությամբ կարող է գերազանցել կիտրոնին, եւ դա լայմն է, որը ոչնչով չի զիջում կիտրոնին։ Ամբողջ աշխարհում բոլորը տեղյակ են լայմի օգտակար հատկությունների մասին։ Լատինական Ամերիկայում եւ Արևելյան Ասիայում լայմը անփոխարինելի ու ամենակարևոր մրգերից մեկն է, որը կիրառվում է գրեթե բոլոր ուտեստներում։ Լայմը հարուստ է վիտամին C-ով, կալցիումով, ֆոսֆորով, պեկտինով, օրգանական թթուներով։ Այն նպաստում է արյան անոթների ամրացման ու խոլեստերինների տոքսինների օրգանիզմից դուրս բերմանը։ Քանի որ լայմը հարուստ է նաև կալցիումով, այն ամրացնում է ատամները եւ սպիտակացնում է դրանց էմալը։ Մրգի այս տեսակն անգամ ունակ է հանգստացնել լարված նյարդային համակարգը եւ կարգավորել մարսողությունը։ Այս նման հրաշք հատկություններ ունի լայմը։ Իդե պետք է հիշել, որ ի տարբերություն կիտրոնի լայմը շատ արագ է փչանում եւ հետեւաբար այն պետք է պահել սառնարանում։ Լայմը կարելի է նաեւ ավելացնել կոկտեյլների, աղցանների եւ մսային ու ձկնային կերակուրների մեջ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էր այսօրվա համար նախատեսված ծրագիրը, ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, ուրախ տրամադրություն, իսկ մենք արդեն կհանդիպենք երկուշաբթի։ Ստեսություն։